Հայաստանն արտաքին աշխարհի հետ սկսել է ավելի քիչ առևտուր անել։ Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին ևս Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակել է անկումներ արձանագրել։ Պաշտոնական վիճակագրությունից որոշ տվյալներ ներառել ենք մեր առաջին պատկերում։ Եվ ըստ այդմ հունվար-սեպտեմբերին Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 39.3%-ով։ Ընդ որում, արտահանումը նվազել է 46.8%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումը 33.4%-ով։ Հասկանալու համար, թե ինչ գործոններ եւ ինչ պատճառներ կան նման անկումների համար, պարզապես ուշադրություն դարձնենք եւ մենք դուրս ենք բերել այն երկրները եւ նրանց առևտրաշրջանառության ցուցանիշները, որոնց հետ մեր արտաքին առևտրի անկումներն են հատկապես ձևավորել այս ընդհանուր անկումային, այսինքն առևտրաշրջանառության ընդհանուր ցուցիչը։ Եվ առավել քան կանխատեսելի եւ հասկանալի է, որ այդ երկրների ցանկում պիտի լինեին եւ Ռուսաստանի Դաշնությունը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Բոլորին արդեն հայտնի պատճառով։ Ոսկու վերարտահանման գործոն ունեինք նախորդ ժամանակահատվածներում, նախորդ ժամանակաշրջանում, այսօր այդ գործոնն այլևս չկա, Հայաստանի տարածքով ոսկին չի վերարտահանվում եւ հետեւաբար արտաքին առևտրաշրջանառության այդ երկրների հետ ցուցիչները էականորեն նվազել են։ Մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների հետ անկումը 70.2% է կազմել, Ռուսաստանի Դաշնության հետ 50.5%։ Եվ այս անկումները իհարկե զգալի ազդեցություններ ունեն ընդհանուր առևտրաշրջանառության մասի վրա, ինչպես նշեցի, բայց հարցադրում է առաջանում, արդյոք միայն այսպես մենք ունենք վիճակագրական համեմատության հետ եւ ըստ այդմ գուցե շատ անհանգստանալու առիթ չկա։ Մենք պետք է վերլուծենք մեր արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքն ըստ երկրների եւ դրանից ելնելով նաեւ փորձենք այդ հարցադրման պատասխանը տալ։ Տվյալները ներառված են մեր երկրորդ պատկերում։ Եվ ինչպես գրեթե միշտ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության եւ արտահանման եւ ներմուծման մասով առաջատար ուղղությունը, առաջատար շուկան Ռուսաստանի Դաշնությունն է։ Տեսեք, ներմուծման մասով Հայաստան ներմուծվող ապրանքների 33.6%-ը բաժին է ընկնում միայն Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված ապրանքներին։ Նույն պատկերն ունենք նաև արտահանման պարագայում։ Հայաստանից ընդհանուր ապրանքների արտահանման 37.2%-ը միայն դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման, ուրեմն արտահանվող ապրանքներն են։ Համեմատության համար, օրինակ, Հայաստանից այլ երկրներ արտահանումը 50.5% է, բայց այդ այլ երկրների ցանկը բավական երկար է եւ այս իմաստով միայն մեկ երկրին բաժին ընկնող 37.2%-անոց ցուցանիշը իհարկե եւս մեկ անգամ փաստում է, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր առևտրատնտեսական թիվ 1 գործընկերն է։ Եվ հետեւաբար Ռուսաստանի Դաշնության հետ այն անկումը, որի մասին խոսեցինք նաեւ նախորդ պատկերում զետեղված, այդ անկումը իհարկե պիտի առաջացնի բավական լուրջ ազդեցություն, բացասական ազդեցություն այս պարագայում ընդհանուր առևտրաշրջանառության վրա։ Եվ նորից սա արդյոք միայն վիճակագրական համեմատության խնդիր է, արդյոք միայն վերարտահանման գործոնով պայմանավորված խնդիր է։ Ցավոք ոչ, եւ այն հանգամանքը, որ Հայաստանի արտահանման պոտենցիալը շարունակական նվազման բացասական ազդեցությունների ներքո է, վկայում է ոչ միայն արտաքին առևտրաշրջանառության վերաբերյալ ցուցիչը, այլ նաեւ այլ ուղղություններում պատկերը, օրինակ մենք ունենք արդյունաբերության ոլորտում անկումներ, արտահանելի ապրանքների արտադրության մասով, մենք ունենք արտահանելի ավանդաբար արտահանելի ապրանքների արտահանման առանձին ցուցանիշի մասով, օրինակ ալկոհոլային խմիչքների մասով բավական ուրեմն կտրուկ անկումներ, եւ սա եւս ցույց է տալիս, որ իրականությունում հողի վրա արտադրող արտահանողը ունի խնդիր, եւ այդ խնդիրը նաեւ ընդհանրական վիճակագրությունը ցույց է տալիս, որ կարծես թե առավելապես պայմանավորված է հենց հիմնական առևտրատնտեսական գործընկերոջ հետ խնդիրներին։ Տեսեք, արտահանման ուղղության հետ կապված, արտահանման առավելապես մեկ ուղղությունից մեր մեծ կախվածության մասին խոսելիս ինքներս մշտապես փորձում ենք նշել, որ այո, արտահանման դիվերսիֆիկացիան մեզ համար կարևորագույն խնդիր է։ Դա աշխատանքի դաշտ է ենթադրում, դա բավական լուրջ վերլուծություններ, հետազոտություններ եւ գործողություններ է ենթադրում, բայց դրանից հանգամանքը, որ այսօր մենք առավելապես նույն արտահանման մասով կախված ենք
մեկ ուղղությունից, այդ փաստն ու հանգամանքը չի փոխվում որևէ կերպ։ Եվ արդեն գալով այս օրերին Հայաստանի ուրեմն այլ երկրներից ապրանքներ ձեռք բերելու իրավունքների եւ հնարավորությունների մասին բարձրաձայնվող թեզերին, թերևս նորից կրկնվենք նշելով, որ ներմուծման շուկաների դիվերսիֆիկացիայի առումով եւս իհարկե մենք եւ ունենք իրավունք եւ դա շատ կարեւոր է, հատկապես եթե խոսքը վերաբերում է ռազմավարական նշանակության ներմուծվող ապրանքներին, բայց դա իրականություն է եւ հանգամանքը փաստը որևէ կերպ չի փոխում, այսինքն այդ փաստի հետ պետք է հաշվի նստել։ Սա մի կողմից։ Մյուս կողմից իհարկե կան հարցադրումներ, թե այլ ուղղություններից ինչ գներով եւ ինչ որակի ապրանքներ օրինակ կարող են մեզ տալ, բայց անգամ այս հանգամանքը եւս մի կողմ թողնենք։ Շատ կարեւոր է հասկանալ, որ ցանկացած պարագայում, եթե համեմատության մեջ ենք դիտարկում, շատ ավելի հեշտ եւ դյուրին է ապրանք վաճառողներ գտնելը, քան սեփական արտադրողի, սեփական արտադրանքի համար գնորդներ ձեռք բերելը, հատկապես Հայաստանի նման փոքր եւ լոգիստիկ սահմանափակ հնարավորություններով երկրի համար։ Եվ սա փաստ է, որի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում տարբեր երկրների հետ եւ հատկապես ռազմավարական դաշնակցային եւ գործընկերային կապեր ունեցող երկրների հետ, սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել։